Բարև ձեզ Factor TV յուրը քաղաքագետ Անուշ Սեթրակյանն է, ողջույն Տիկին Սեթրակյան, միջազգային իրական լարված դրություն է ոչ միայն Հնդկաստան եւ Պակիստանի միջև հավանական մեծ պատերազմի բռնկման պայմանավորված, այլև Մոսկվայում շքերթ է եւ լարվածությունը այս թեմայի շուրջ գիտեք որտեղից է առաջանում, որ Ուկրաինան մերժում է տալ որևէ անվտանգության երաշխիք, մերժում է հավաստիացնել, որ Մոսկվան չի արվածի, Զելենսկին ասում է ես ինչի բանամ, Ռուսաստանը այդ օրը ինչով է զբաղվելու, իսկ Ռուսաստանը իր հերթին հայտարարել է, թե երրորդյա հրադադար է հաստատել, թե իբր չեն հարվածում ուկրաինական քաղաքներին, թեև կային հաղորդումներ Սումի ուղղությամբ ռուսական հարվածների մասին, Պուտինը այն հայտարարել է պատերազմը ավարտելու պատրաստակամության իմիտացիա ստեղծելու նպատակով, ասում էր Զելենսկին, ինչպես է գնահատում այս իրավիճակը։ Գնահատում եմ իրավիճակը նախ հայկական դիտանկյամբ, որովհետև Հայաստանին չի հասնում իսկապես ֆիլտրված ինֆորմացիա, եւ եթե դու չփորփրես, որտեղ այդ ինֆորմացիան պոլիշինելի գաղտնիքի ֆունկցիա ունի, այսինքն բոլոր լրատվականներին դրսի թվում է, որ բոլորը գիտեն այդ մասին, թե ինչից է սկսվել այդ Զելենսկի-Պուտին հերթական անհամաձայնությունը։ Զելենսկին ասում է, ես գնում եմ հրադադարի 30 օրվա, ոչ թե 3 օրվա, կամ 30 օր, կամ ոչինչ, որովհետև մեր նախնական պայմանավորվածությունը այդտեղ է, եւ ասեմ այդտեղ, որ Զելենսկին ունի նաեւ Տրամպի աջակցությունը, այդ հարցում Տրամպի աջակցությունը ինքը ունի, նախնական պայմանավորվածությունը դա է։ Հիմա ռուսական հաղթանակի կա մի նյուանս, որ մենք պետք է հասկանանք, որ նժարը թեքվել է։ Իդեպ Դիվանագիտական ակադեմիայում, երբ որ այն հիմնվում էր 18-րդ դարում Եվրոպայում, այդ բանը, մի հարց տվեցին, թե ինչ անենք, որ լինենք լավ դիվանագետ, եւ պատասխանը եղել է հետեւյալը՝ եղեք ուշադիր։ Ասել են բանը, ինչին, իրադարձություններին, դեպքերին, նյութին, ասել է ոչ, եղեք ուշադիր, թե ինչ անծանոթ բառեր, ժեստեր եւ ժպիտներ են երևում։ Դա հետո դառավ body language-ի տեսության հիմք։ Տրամպը ասաց մի հետաքրքիր բան, ասաց Ամերիկան է հաղթել պատերազմը։ Երկրորդ համաշխարհային։ Այո, երկրորդ համաշխարհայինն է, դե գերակա դիրք է ունեցել։ Դե ուղղակի կարող եմ վստահաբար ասել, որ նյութապես այո, Ռուսաստանը տվել է ռեսուրսը, բայց գաղափարը ո սպասարկել է Անգլիան։ Մենք բոլորը գիտենք, որ գաղափարական սպասարկումը երկրորդ համաշխարհային պատերազմի եւ գաղափարական հաղթանակի բոլոր դափնեպսակները պատկանում են Անգլիային, որովհետեւ նրանք դիմակայում էին այն ժամանակ, երբ բոլորը կեղտոտ եւ ստոր գործարքներ էին կնքում ֆաշիստների հետ կամ վախից դրդվելով, ինչպես մենք տեսնում ենք ներկայումս ռուսական եւ թուրքական դաշտում, չէ՞, մենք տեսնում ենք, թե ոնց են մեր աչքի առաջ մեր դաշնակիցները եւ կարծեցյալ արժեքավոր երկրները գնում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ տարբեր գործարքների տնտեսությամբ, վախով, չգիտեմ, հազար գործոնով պայմանավորված, երբ որ գալիս է արդեն բեկումնային պահը, այդ բոլոր տնտեսական շահերը, այդ բոլոր անձնական նյութական հետաքրքրվածությունները, որ մենք հասկանում ենք, օրինակ մենք ունենք հիմա Witkoff, որը Դիմիտրիևի հետ միասին բիզնես են անում եւ բոլորը ծիծաղում են, ասում են Witkoff-ից պետք է կլոնավորել, որտեղ ինչքան խաղաղության գործարք կա, բոլորը այդ անշարժ գույքի գործակալի ու սերին է, դա նույնիսկ ծիծաղելի է։ Բայց մենք հասկանում ենք, որ Տրամպին պետք չի դիվանագետ, նրան պետք է բիզնես պարտնյոր եւ Պուտինն էլ պետք չի դիվանագետ, նրան պետք է սեփական կյանքի երաշխավոր։ Եվ պատերազմը իսկ վտանգված է Պուտինի կյանքը։ Դե հասկանում եք, Պուտինի կյանքի երաշխավոր դա չի նշանակում, ինչպես նաև մեր իշխանության դեպքում, Նիկոլ Փաշինյանի դեպքում, կյանքի երաշխավոր նշանակում է իշխանության երաշխավոր։ Որովհետև հենց որ իշխանությունը վերանա այդ մարդկանց ձեռքից, նրանք չեն կարող հանգիստ նստել իրենց ամառանոցներում եւ փիլիսոփայել կամ ինչ-որ քաղաքական ելույթներ ունենալ։ Այս դեպքում արդեն էգզիստենցիալ խնդիր է, Պուտինի դեպքում դա էգզիստենցիալ խնդիր է եւ նա շատ կուզենար, որ իր իշխանավորման գարանտիաները, իր հանգիստ թողնելու երաշխիքները նա ստանար Ամերիկայի նման երկրից եւ դա միանշանակ է։ Բայց երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթաթուղթը Պուտինի ձեռքից խլելով Տրամպը ասում է հետեւյալը, որ դու քեզ խելոք պահի, որովհետև մենք քո տակից կտանենք միակ քո իդեոլոգիական գաղափարական բազան։ Եվ եթե մենք խելամիտ լինենք, մենք կհասկանանք, որ կարելի է երկիրը կոտրել, բոլոր ռեսուրսները տանել,
պարտության մատնել, բայց եթե դու երկրից չես խլում նրա գաղափարական, միասնական բազան, վաղ թե ուշ այդ երկիրը ոտքի է կանգնելու եւ գնալու է ոմանք ասում են ռևանշիստական, իսկ ես ասում եմ, որ դա արդարության ուղին է եւ երկիրը կգնա արդարության ուղով։ Դա բոլորը տենց արեցին եւ Ռուսաստանը այդպես արեց սովետի անկումից հետո եւ Գերմանիան արեց այդ հայտի խաղաղությունից հետո իր համար ստորացուցիչ պայմանագրի եւ եթե դու պահում ես այդ գաղափարը եւ Ռուսաստանի համար վերջին խարիսք գաղափարականության մնացել այն ինչ որ ասում են պաբեդաբեսի իհարկե ձեռ են առնում, բայց միևնույնն է ու այդ խարիսխը Տրամպը հավակնեց խլել։ Ինչի, որովհետև ինչպես Ամերիկան ազատության բան եւ բան սիմվոլ եւ դա իր գաղափարական հիմքն է, դա Աստված մի արածը։ Բոլորը ասում են Ամերիկան ժողովրդավարության խարիսխ, ասում մոռացեք, հա ժողովրդավարությունը։ Բոլորը ինչի են կրկնակի ստանդարտներ։ Կրկնակի ստանդարտը այն է, որ դու քո յուրայինների հանդեպ կիրառում ես իրական ստանդարտ, քո թշնամիների դեմ կիրառում ես իրական բան, կրկնակի ստանդարտ։ Դա այն սահմանագիծն է, որպեսզի քո թշնամիները ձգտեն դառնալ քո յուրայինները, եթե դու ուժեղ ես, դա նորմալ է, դա նորմալ քաղաքականություն է։ Չկա այ արևմուտքը ձեր բանը, Մակրոնը սեղմեց սիրիացու ձեռքը։ Մակրոնը սեղմեց սիրիացու ձեռքը։ Արյունոտ։ Արյունոտ են, էլ իրոք արյունոտ։ Դա արյունոտ ձեռք է, դա թաթ արյունոտ, բայց ես վստահ եմ, որ այդ ձեռք սեղմումից նա առավելագույնս հանելու է իր երկրի համար բանը եւ հենց այդ նույն ձեռքի հաշվին։ Բա մենք որ այդքան արյունոտ թաթեր ենք սեղմում, մեր իսկ հայրենակիցների արյան մեջ թաթախված, մենք դրանից միայն կորցնում ենք, այսինքն դիվանագիտությունը երկակի ստանդարտներ չէ, պետք է կիրառես գաղափարականությունից ելնելով։ Տիկին Սեթրակյան, կներեք, որ ընդհատում եմ ձեր մտքի ընթացքը գուշակում եմ, միգուցե այս հարցս լավ դիտարկեք շարունակելու համար, էլի ձեռք սեղմում հավանաբար կլինի Փաշինյան Պուտին, Փաշինյանը մեկնում է այդ շքերթին մասնակցելու, թեև հայկական զորաճոկատ չի մեկնում, Ալիևը չի մեկնում մասնակցելու, բայց ադրբեջանական զորաճոկատ մասնակցելու է, այստեղ մեր ռուսամետները քլնգում են Փաշինյանին, որ քանի լումա արժե քո գնալը, եթե հայկական զորաճոկատ չի մասնակցելու այդ շքերթին, այ դուք ինչ կարող եք ասել Պուտինի ձեռքը սեղմելով շատ արյունոտ ձեռք, քան Սիրիայի առաջնորդին Փաշինյանը ինչ որ բան կստանա մեզ համար, որպես մեզ համար չէ, իսկ իր համար կարող է դեռևս առերևույթ որոշ ժամանակով ստանա կրկին իշխանավորելու երաշխիքներ եւ դրա համար անդիմությունը տենց մոլեգնում, որովհետեւ նրանք ամեն անգամ հերթական անգամ սպասում են, որ մոսկովյան վերնախավը իրենց կտա այդ երաշխիքները, խելք չունեն, ասենք էլեմենտար է, որովհետեւ անդիմության հիմնական հատվածը դաստիարակված, կրթված եւ վարժված է ռուսական ակադեմիաներում բացահայտ եւ գաղտնի։ MGU-ներում եւ այլն։ Չէ, MGU-ը դեռ լավ է, MGU-ի միշտ ֆիլիալ, MGU-ն FSB-ի ֆիլիալն է, ինչպես եւ եկեղեցին է FSB-ի ֆիլիալը եւ դա բոլորը գիտեն, հա, եկեք բան չանենք հիմա, չքմեղանանք, ասենք օй բան, այդպես չի։ Դա այդպես է, բայց ես չեմ ասում, որ դա վատ է, որտեվ երբ որ գալիս է բանակցային գործընթացը, այդ նույն դպրոցի բովով անցած ռուսերենին փայլուն տիրապետող կուշտ այն գլխից սովոր, ծանոթ, ապրած տղերքը, երբ որ գնում են, դեմ են ընկնում ինչ որ բան հարցին, դառնում են դժվար, չեմ ասում սկզբունքային եւ գաղափարական, բայց Պուտինը արդեն ծերացել է, այնտեղ վզին այդ Ուկրաինան, նա այնքան հավես չունի, որ Հայաստանի հարցի համար գլուխ կոտրի։ Իրեն պետք է մեկը, որ լեզվի մեջ խեղճանա, բնավորության մեջ խեղճանա, նյարդերի մեջ խեղճանա, իսեփական ազգային ժողովում այդ մարդու նյարդերը չեն դիմանում։ Պարզ չի, որ ավելի գլոբալ երևույթների ժամանակ նա ընդհանրապես չեմ ասի, որ կգորգորա, ուր էր թե գորգորար։ Ձայնը կասի եւ կասի ինչպես կա, սպասիբա Վլադիմիր Վլադիմիրիչ, ոնց որ կասեք։ Այսինքն Պուտինին այդպեսի չքնա, եթե ես լինեի Պուտինը։ Այսինքն խանդում են Փաշինյանին, հասկանում են Փաշինյանի տեղը իրենք չեն սեղմելու։ Այո, ոչ միայն խանդում են, այլ նաև հասկանում են, որ այս այցով նրանց հնարավոր պաշտոնավարման ժամկետները հերթական անգամ հետաձգվում են եւ Փառք Աստծո, որովհետեւ երկու դեպքում էլ եւ իշխանության եւ ընդդիմության դեպքում չկա բանը
առերևույթ առօրյա մարտահրավերների գիտակցություն։ Իսկապես չկա, ոչ տնտեսապես, ոչ բարոյապես, ոչ գաղափարապես, որովհետև մենք բաժանել ենք, մենք գտնվում ենք երկու գերագույն պատրանքի ուղղակի ճիրաններում։ Պատրանք համար 1, ռուսները լավն են, թուրքերը վատը, պատրանք համար 2, տարբեր ճամբարների, թուրքերը լավն են, ռուսները վատը։ Հերիք չի, որ ամեն մեկը իր հերթին սոսկալի եւ նողկալի է։ Նրանք համատեղ են գործում, այսինքն այս պարագայում գաղափարական եզրույթի եւ գաղափարական բազայի հիմք դարձնել այդ երկու պնդումներից եւ մեկը երկուսն էլ հավասարապես հանցավոր է սեփական ժողովրդի հանդեպ, որովհետեւ բանը, այն որ ասում էի բանը հավը թրջուն չի, Թուրքիան էլ արևմուտք չի, Ռուսաստանն էլ ժողովրդավարություն չի եւ անվտանգության երաշխավոր չի, ինչպես մենք տարբերությունը թուրքերի։ Տեսեք, բանը այս պրավասլավյան քրիստոնեությունը պիտի որպեսզի դառնա կրոնից աշխարհիկ գաղափարական կառուցման հիմք, պիտի ունենա համապատասխան ինստիտուցիոնալիզացիա։ Կներեք, ռուսները նաև այդ ձև ախեղեցին իրենց ուղղափառ եկեղեցին, տարբեր քահանաներ մկրտում են եւ օծում են, ավելի ճիշտ բառ օգտագործեմ, այն տանկերը, որ գնալու են խաղաղ ուկրաինացիներին։ Բանը Կիրիլը, ասենք, բանը Մեհրիբան Ալիևային շքանշանա տալիս, պարգևա տալիս։ Մենք հասկանում ենք, որ եկեղեցին էլ է շատ սիրում փող, դու այդ բոլոր եկեղեցիների առանձնահատկությունն է, բանը, բայց եկեղեցին ինքը մեղքերի թողություն տվողն է, էլի փողով, ոչ թե իր վրա ավելորդ փող վերցնող, բանը մեղք վերցնողը։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ եկեղեցապետությունը իր բոլոր թերություններով չպետք է երբեք շփոթել հավատքի աշխարհիկ դրույթների հետ, որովհետև ես օրինակ բնավ չեմ ուզում եւ չեմ էլ կարող պահանջել եւ չէի ուզենա, որ մեր ժողովուրդը բոլորով այսպես լիներ խորքային հավատացյալ, բայց ես կուզենայի, որ մեր ժողովուրդը ունենար մեղքի եւ ամոթի հավասարաչափ գիտակցություն։ Մանավանդ, երբ որ մենք հասկանում ենք, որ մեղքի գիտակցությունից են ծնվում այդ բանը checks and balances, հավասարակշռությունների համակարգը, երբ դու հասկանում ես։ Բա Ռոբերտ ջան, թաղապետը մարդ է ծեծում, չէ՞։ Բանը, դու ասում են, բանը, դու մարդ ես ծեծել, այսինքն դու պաշտոնյա լինելով հանդերձ, մարդ ես ծեծում, եւ այսպես կոչված արևմտական բրիգադը, ես ասում եմ, մեր արևմուտ բանը, մեր արևմտյան իշխանամետ բլոգերները, դրանք բան չեն, արևմտքի քողի տակ թաքնվող իշխանամետ բլոգերները, ասում են, բայց այդ մարդը այդքան լավ մարդ չէ, բանը, ինքը ռդե քաղաքացի էր, ինքը սադրում էր, ինչ ուզում է անի, դու իշխանություն ես, քեզ անընդհատ սադրելու են։ Ընդդիմությունը, այո, ասում է, ընդդիմությունը ուզում է իշխանություն։ Հա, յուրաքանչյուր ընդդիմություն բոլոր աշխարհներում ուզում է իշխանություն։ Ընդդիմությունը սադրում է, այո, ընդդիմությունը սադրելու է կոմպրոմատը հավաքելու։ Դա ընդդիմության սուրբ պարտականությունն է, այսինքն եթե դա չանի, դա չի լինի ընդդիմություն։ Ոնց կարելի է ասել, շատ լավ պատմվածք ունի Դովլատովը, ես անընդհատ այս victim blaming-ի շրջանականում այդ եմ հիշում։ Ասում եմ, մի պապս համոզված ստալինիստ էր, մյուս պապս հենց էլի ագնոստիկ պտտվում էր, ասում եմ, եւ 37 թվի այդ մաքրումների ժամանակ չիստկաների, պապս միշտ առիթ էր գտնում պատճառաբանելու, որ ճիշտ են արել, որ տարել են, ասում եմ, այն մեկը կնոջը դավաճանում էր, լավ են արել, որ տարել են գուլանք, իսկ այս մեկը գիշերները նստած կոշիկ էր կարում, ինչ իրավունք ունի սովետական միության բանի թաքուն փող աշխատի, հետո ինչ որ իր աշխատանքով է, իսկ մյուսը երեխային թողեց գնաց սիրուհու մոտ, ասում եմ, եւ ամեն անգամ ինքը պատճառաբանություն գտնում էր, մինչեւ չնստացրին իմ մորական պապին, ասում եմ, այդ մի պապս ոչ մի խնդիր չուներ, մենակ շատ էր ուտում։ Ասում եմ, եւ այս պապս ուզում էր պատճառաբանություն գտնի, որ ճիշտ են արել, որ նստացել են, ասում եմ, ու այդտեղ կոտրվեց։ Մտավ իր մեջ, հիմա բանը ադեպտները տարբեր եւ իշխանության եւ ընդդիմության բացարձակ հավասարության նշան են դնում։ Կներեք, ոչ մի տարբերություն չկա իմ համար, նույն ֆունկցիայով, նույն գագաթից, նույն ճանապարհով ընթացող երկու համակարգեր։ Տիկին Սեթրակյան, ընդհանրապես այս մայիսի 9-ի շքերթը կուզեի նաև խոսենք ինչ նշանակություն է ստացել այս տարի, ընդհանրապես ռուսական էլիտան կարծես շատ է կարևորում, որ
հատկապես Ուկրաինայի դեմ էս պատերազմի համատեքստում միայնակ չերևա միջազգային էկրանների եւ շրջապատված լինի այլ երկրների առաջնորդներով տեսանք էլ այդ առաջնորդները, այնտեղ միայն Սինա, այնտեղ միայն Սինա Լուկաշենկոն հավանաբար լինի, Ալիևը չի լինի եւ Փաշինյանի գնալը քննադատվեց այն համատեքստում, որ արևմուտք Ռուսաստան էս հակասությունների ֆոնին քո գնալը կարող է ռուսամետություն ձևակերպվել եւ բայց ինչի կարող է արևմուտքից այսպես հարվածներ լինեն, հա, բայց նա կողմնակիցներն էլ ասում են Ուիտկոֆը ձեր ասած Թրամփի բանագնացը 4 անգամ Պուտինին է հանդիպել եւ իդեպ ռուսական ԱԳՆ եւ ԱՄՆ պետդեպը հանդիպում են հարաբերությունները բարելավելու համար։ Փաշինյանը ինչու պետք է չգնան այսպես։ Ես մի բան ասեմ։ Փաշինյանը գնում է թող գնա։ Բանը, ասում է, հենց այդ իսկական իր տեղն է, լավ անում, որ գնում է։ Բայց մի այդ շատ ցավալի հարց կա, զորագունդ չուղարկելը։ Դուք գիտեք ինչով է դա պայմանավորված։ Ես իմ վարկածն եմ տալիս, ես կարծում եմ, դա պայմանավորված է հենց Ալիևի պահանջով, որ դուք պարտված երկիր եք եւ ձեր բանակային միավորները իրավունք չունեն, անկախ նրանից թե հայերը ամենաշատ զոհ տվողներից են եղել երկրորդ համաշխարհայինում հենց սովետական միության կողմից, որտեղ ինչպես հիմա բաշկիրներին են հավաքում տանում ուկրաինական մսաղած, այնպես էլ ժամանակին հավաքել են տարբեր ազգություններին, որ ռուսական գենոֆոնդը այդքան թափով չվնասվի, բան։ Եվ հայերը այդքան զոհ են տվել, այսինքն հայերը ունեն պատմական իրավունք զորագնդով անցնելու այդտեղ։ Զորագունդը չուղարկելը պայմանավորված է միայն նրանով, որ քեզ ասել են դու կապիտուլյացված, պարտված, անտերուդուս երևույթ ես, վերնգի տեղդ քո զինվորը իրավունք չունի երևալ այնտեղ, որտեղ քայլում է ադրբեջանական զինվորը։ Իսկ եթե հայկական զորագունդ լիներ, դուք կողջունեիք։ Ողջունել ես չեմ կարող, դա ոչ մի դեպքում, բայց գիտեք ոնց է գոնե ես դեպքում կնեք ռուսական բանակը այսօր պատերազմական հանցագործություններ ես իրենից շնորհակալ եմ, դե սա պատմական շքերթ է։ Բան չասեցի, բայց այդ համատեքստից չեն իրենից շնորհակալ եմ, որ նա չի խաղում արևմտամետի խաղը։ Այ ես չեմ գոնե շնորհակալ եմ, որ բացահայտ փաստերի ձևով ի ցույց է դնում եմ այն խնդիրը, որ ինքը այնուամենայնիվ սերում է Մոսկվայից, գնում է Մոսկվա, գալիս է Մոսկվա, մի խոսքով ամեն ինչ։ Դա իր իրավունքն է, ասենք մարդ իրավունք ունի քաղաքական վեկտոր որդեգրելու եւ այդ վեկտորին հավատարիմ լինելու, բայց ահա որ է, երբ որ մի վեկտորը ոչ թե փոխարինում ես, այլ ձևացնում ես, որ այլ վեկտորի բանի տակ ես գնում։ Դա բանը հանցանք է, որովհետեւ տեղից էլ մեր ժողովուրդը քաղաքականապես պատրաստված չի։ Տեղից էլ մեր ժողովուրդը շփոթմունքի մեջ է։ Բա հələ նայեք, դուք չեք շփոթվի։ Երեկվա են հերոսները, որոնք պայքարում էին հանուն ժողովրդի ազատության, հանուն իր բարեկեցության, հանուն իր երջանկության, կեցե թավիշը, այնտեղ պարում էին թագերով, պսակներով, չէ՞։ Հիմա ինչ է ստացվում։ Բարեկեցություն չկա, ավելի վատ, հա, արդարություն չկա, նույնիսկ չկա վրեժի հատուցում, որտեղ են բաղձալի միլիոնները, որ պիտի Քոչարյանից վերցնեին, իրենց տային էտել չեն տվել։ Եվ հերիք չի քաղաքացիական հասարակությունը, որը պետք է պաշտպաներ մարդկանց իրավունքները, ոչ թե անսկող, եթե այն ժամանակ գոնե մարդիկ պայքարում էին իշխանության դեմ, հիմա այդ այն ժամանակվա իշխանության, հիմա բոլորը բան իրենց գրանտների տերն են, ապրի Թրամփը փակվեց USAID-ը, որովհետև կոնկրետ Հայաստանում մենք շատ մեծ խնդիրներ ունենք այդ դրա հետ, եւ այդ բոլոր մարդիկ, հա, իդեպ ես բոլորին Թրամփի կողմնակից չեմ, այդ էլ ասեմ։ Ավելի շատ իրոնիա է դա։ Այլ բոլոր մարդիկ գրանտները տակուկ ստանալով, իրավապաշտպաններով, չգիտեմ ինչերով, բոլորը մտան իշխանության տակ եւ այնտեղ գեղեցիկ բարգավաճում են, բա դա հիասթափություն չի։ Իսկ ձեր կարծիքով ի՞նչն է այդ մարդկանց քաղաքացիական տարբեր ներկայացուցիչների մոտեցնում իշխանությանը, դուք ուրիշ բառ օգտագործեցիք, ես մի քիչ ավելի զգույշ բառ կօգտագործեմ, միգուցե մեր ընդդիմությունը ավելի հակաժողովրդավարական վախեր է առաջացնում արկած մոտ, որ սրանք միգուցե վատն են եւ այլն, բայց նրանք որ վերադարձան գլուխներ են թռչելու։ Ուրեմն ասեմ ձեզ, որ մեր ընդդիմությունը որպես քաղաքական միավոր գոյություն չունի։
Հիմա ով ուզում է թող նեղանա, այնքան չնեղանա, դրա համար քաղաքական վենդետա կարող է իրականացնել միայն այն միավորը, ով ունի քաղաքական կամք, հա, ինչ որ մի համակարգված գործողություն անելու։ Ներկայիս ընդդիմության բոլոր քայլերը անխտիր, ես չեմ ուզում ասել մտադրված, չնայած անընդհատ այդ միտքը ինձ ներսից տանջում է, ուղղված են իշխանության վերարտադրման, որ բոլորն այն ասեն, տեսեք, սրանք այնքան վատն են, որ գոնե իշխանություն, ինչպես Տրամպի այդ կներեք խեղկատակություններից հետո ոչինչ պիտի ասեմ, բանը լիքը քաղաքական վերլուծաբաններ երրորդ երկրներում, բան, նկատի ունեմ ոչ Ամերիկա, Ռուսաստան, սկսեցին ասել, բայց Պուտինի այդ ֆոնին ախր շատ աչալուրջ է երևում, զուսպ է երևում, հա, դուք հասկանում եք, երբ որ դու քո վարքով մաքրում ես քո թշնամուն, մաքրում ես դիմացինին, եւ այդպես, եթե այդ մարդիկ այդքան տարի եղել են քաղաքականության մեջ, ձեր ասած այդ Facebook-ի դպրոցներում կրթվել են բանը, բա այդպիսի անխոհեմ, չհամակարգված, չսինխրոնիզացված եւ բան, կներեք, բան անզգույշ քայլերը չեն սրանք, սա քայլերի սա գործունեության իմիտացիա է։ Այսինքն մարդիկ հասկանում են, եկեք չմոռանանք, որ այդ նույն ընդդիմությունն է, որ ասոցիացվում էր նախկինների հետ, հրապարակներ էր լցնում։ Հրապարակներ էր լցնում, այսինքն այն որ մարդիկ չեն գնում, իրանք գնում են ցանկացածի հետևից, որ իրենց խոստանում է փոփոխություն։ Որտեղ իրանք ամբողջ մաշկի վրա զգացել են այս ամեն ինչը, բայց իրանք հասկանում են, որ ընդդիմությանը պետք չի այդ փոփոխություն։ Իրենց ընդդիմությանը իշխանապողություն պետք չի։ Ինչու՞։ Որովհետև վերևից հրահանգել են, որ բան արեք, զգոն պահեք իշխանությանը, որ նա պատրաստ լինի զիջումների, բայց դուք հանկարծ իշխանության հույս չունենաք։ Նույնը ինչ որ եղել է Ուկրաինայում, երբ որ Բայդենը այնքան զենք էր տալիս, որ Ուկրաինան չպարտվի, բայց այնքան զենք չէր տալիս, որ Ուկրաինան հաղթի։ Հա, հիմա բանը, եթե դու վերևից դաբրոյով ես անում իշխանապողություն կամ չես անում, իսկ Հայաստանում հիշեք, ոչ մի իշխանապողություն առանց վերևից դաբրոյի չի։ Վերևը Կրեմլը նկատի ունեմ։ Իհարկե Կրեմլի նկատի ունեմ, բայելով։ Իսկ 26-ի ընտրությունները լինելու են էլի Քոչարյան Փաշինյան այսպես հակամարտություն։ Այ նայեք, եթե ես ընդունենք մեկնեմ, որը հասկանում եմ, որ Փաշինյանը կործանարար է իմ երկրի համար, չէ՞։ Եվ տեսնում եմ, որ իմ անձի շուրջը բացառությամբ իմ քծնողներից եւ ինչ որ մի որոշակի, ասենք, լավ, եկեք ասենք, բնակչության 8%-ը, լավ, 10, տեսեք ինչքան շռայլ եմ ես։ 10%-ից բացի ես չունեմ աջակցություն, ավելին դիմացինս շահարկում է իմ անունը, եւ ես ինքս բազմիցս տեսել եմ այդ պատեռնը, որ աշխատում է, բա ուզում եք որ Քոչարյանը գա եւ այլն։ Ես նայում եմ եւ եթե ես սիրում եմ իմ երկիրը, ես ուղղակի հեռանում եմ քաղաքականությունից։ Ես հեռանում եմ քաղաքականությունից եւ ասում եմ, որ ես հեռացել եմ ժամանակավոր, որպեսզի դուք վերջապես ինձանից պոկվեք, գնաք, գտնեք մի հատ նորմալ քաղաքական լիդեր եւ այլն, որը դիխոտոմիան չաշխատի։ Եթե ես իրոք սիրում եմ իմ երկիրը, եթե ես իրոք, ես չեմ ասում, որ ընդմիշտ զերծ եմ ուզում մնալ, կարելի է չէ մի տարի զերծ մնալ այդ քաղաքական գործընթացից։ Կարելի է չէ ճանապարհ տալ ինքնակազմակերպվող միավորումներին, որ ուղղակի խեղդվում են այս բանում, ճահիճում, որտեղ այնտեղ բախվում են այդ երկու իբր թե իրարամերժ, իրարականում նույնական հոսանքները, եւ հերիք չի որ մեռնում է քաղաքական դիսկուրսը։ Նիկոլ Փաշինյանի երազանքը իրականացավ, բոլոր իզմերը մեռան, բայց դրա հետ մեռնում է նաև պետությունը, որովհետև միշտ ասել եմ, իզմը դա շրջանակն է, որի մեջ պիտի կայանա կոնստրուկտը։ Շրջանակ չեղավ, ցանկացած բանը, այս սեղանը շրջանակ չունեցավ, փլուզվում է։ Այս բանը մարդը չունեցավ իր մարմնական շրջանակը, նա գոյություն չունի։ Իրոք ԿՊ-ն ասում էր մենք իզմեր չունենք 18-ի շրջանում, բայց խորհրդանական ընդդիմությունը այդ ազգայնականության գծի մեջ չի։ Չկա այստեղ ազգայնականության գիծ։ Ազգայնականության գծի մեջ է մասամբ Բևերլը, մասամբ Շանթ Հարությունյանը։ Որտեւ ազգայնականությունը դա ազգային մոդուլի ոչ միայն հրճակումն է, իբրև գաղափարական պլատֆորմ, այլ նաև այդ պլատֆորմի կետ առ կետ բացահայտումը։ Օրինակ ասենք դիմացինին դավաճան ասելով չի, էլի, ասենք դու դավաճան ես, ես ազգային եմ։ Դա ու հետ ու միանգամից այնտեղ բանը, քաղաքաբանը, իշխանական բլոգերները ակտիվանում են, ախ ձեր այդ ժամանակ իմ պատհոսով կտա իր երեխային պատերազմի։
Պատերազմի մասին ներկայությամբ Հայաստանից թշվառ վիճակում խոսք լինել չի կարող։ Պատերազմը գնում է այստեղ։ Այստեղի պատերազմը պետք է տանել եւ այստեղի մտքի եւ գաղափարի պատերազմը պետք է հաղթել։ Որտեղ է։ Որտեղ է այդ պայքարը, որտեղ է, եթե դու ազգայնական ես պլատֆորմդ մի հատ տեսնի։ Դե ազգային բառի օգտագործումը ազգային բառի օգտագործումը ազգայնականության հետ կապ չունի։ Իրենց այդ ազգայնականության հետ կապ չունի։ Այդքան բան է։ Փաշինյանը ապազգային է, մենք ազգային ենք։ Հա, Փաշինյանը բանը նույնիսկ ապազգային չի, որտեղ կոսմոպոլիտ է, ենթադրում է համաշխարհային քաղաքացու գլոբալ մտածողություն, ուր այստեղ ապազգայնություն չէ։ Չկա այդպիսի բան։ Փաշինյանը պատեհապաշտ է։ Լուրջ եմ ասում, վաղը եթե իրան օգուտ լինի եւ իշխանության պահպանության համար պետք լինի ворթեգրել, ասենք, ցեղակրոն կուսակցության սկզբունքները, նա կворթեգրի, դա իր համար որևէ խնդիր չի, թե ինչ բան է գաղափարական դիսկուրսում այնք այդ բանը գտնվում։ Չէ, խնդիրը դրա մեջ չի, ազգայնականությունը շատ լուրջ մոդուլ է եւ ով որ պետք չի, ես էլ եմ ասում, պետք չի հեծանիվ հնարել։ Մանավանդ հեծանիվը վերջերս Հայաստանում մի քիչ բանը վատ կոնոտացիաներ ունի։ Պետք է ուղղակի վերցնել հրեական ստրատեգիական ծրագիրը հրեական ժողովրդի, որ հիմնված է հենց ազգայնականության վրա, որտեղ իրենք պնդում են, որ հիմնական բնակչությունը պետք է լինի հրեա, որ իրենք գենով մինչև վերջին են կետը ստուգում են, թե ապահովել ես դու արդյոք անհրաժեշտ գենային համակարգը հրեականության, երբ որ կրոնը դառնում է ազգային գործառույթի հատված, երբ որ լեզուն հրեերենի իմացությունը, դա գիտեք ինչ է, դա բանի նման է, որ բաներ կան, password, որ պետք է ասես, որ նոր մտնես դաշտ, այդպիսի մի բան է, այդ ազգայնականությունն է, եթե դու ռուսական դպրոցների համար ժամանակին պայքարել ես, ռուսական դպրոցներ լինեն, դու ազգայնականության հետ խաղ մի արա, դու ազգայնականության հետ կապ չունես, ընդդիմության այս պահին խոսքը վերաբերում, չէ՞, ժամանակին այնով էր եկել, չեմ հիշում ով էր եկել, թե ես տաքսիստի հետ խոսեցի ռուսերեն չպատասխանեց եւ դուք բան եք ռուս պաշտոնյանից ինչ որ մեկն էր, հա, այնտեղ էլ վայ, ոնց կլինի ռուսերեն չխոսել։ Կներեք, լեզվի էքսպանսիան իրականանում է աստանրաժեշտության։ Վաղը Ռուսաստանը, չնայած չեմ հավատում, լինի բարգավաճող եւ հաջողակ եւ ազատ երկիր, բոլորը անխտիր սովորելու են ռուսերեն, նույնիսկ սովետական միությունը, որ ընդհանրապես ֆիկցիա էր եւ իմիտացիա այդ ժողովրդավարության, բայց կար էլի, լուրջ եմ ասում, ես հիմա համեմատում եմ Հայաստանի ազգային ստատուսի վիճակը սովետական միության հետ, անկեղծ եմ ասում, մենք ավելի շատ ինքնիշխանություն ունենք այն ժամանակ, քան հիմա։ Ինչն է փոխվել։ Փոխվել է այն, որ այն ժամանակ քո մոդուլի մեջ դու բան ունեիր ապահովության գարանտիա, այսինքն անվտանգությունը քո կոլեկտիվ էր բոլորի համար։ Դու ունեիր կոլեկտիվ անվտանգության գարանտիան, եւ հենց որ այդ կոլեկտիվ անվտանգության երաշխիքը փլուզվեց Սումգայիթի ջարդերով, Բաքվի ջարդերով, հետևից տարավ սովետական միությունը։ Ես շատ լավ հիշում եմ, երբ որ հայրս լսում էր այդ Ամերիկայի ձայնը, այդ Ղարաբաղյան շարժման ամբողջ երգի ժամանակ, եւ ռուսերենն էր, ռուսերեն տարբերակներ լսում եւ ասին, «Маленькая Армения сотрясает основы Российской империи»։ Այդ նախադասությունը մեղվել է իմ այդպես մանկական ուղեղում եւ կգնա մինչեւ վերջ։ Այսինքն մենք եղանք այդ կոլեկտիվ անվտանգության երաշխիքի փլուզողը, այսինքն մենք տեսանք, որ չի աշխատում եւ դրա հետ փլուզվեց ամբողջ համակարգը։ Բայց հայկական հասարակություն եւ պետություն չպահպանեց իր այդ հակակայսերական, այսպես ասենք, նարատիվները։ Որտեղից ուներ, որ պահպաներ։ Չուներ, որովհետեւ դե շատ հաճախ ասում են, որ փլուզումը սկսվել է Ղարաբաղյան շարժումից։ Չէ, դա հակակայսերական մոտիվ չէր, եւ շատ շատերը մեզ մեղադրում են, այսինքն այն ժամանակվա եւ սերնդին եւ բանին, որ մենք տեսար այդքան անկախական չէինք։ Մենք ունեինք, գիտեք, ես հիմա օրինակ մտադիր եմ հիմնել գրականագիտության եւ քաղաքագիտության նյարդաբանական դպրոց։ Այսինքն որտեղ գնում է նյարդաբանական հիմնավորում բանի ամբողջ մարդու գործունեության, լինի դա քաղաքական թե մշակութային։ Հուսով եմ, որ լավ կստացվի, շուտով մի հաղորդումների շարք եմ տալու այդ ուղղությամբ։ Եվ ահա տեսեք ինչա, քո հիշողությունը
օրինակ ասում են մարմնի հիշողությունը ավելի ուժեղ է, քան մեր ուղեղի հիշողությունը, ուղեղի գործունեությունը։ Ինչի, որովհետև մարմինը իր բնույթով, բնազդներով շատ ավելի հին է, ուղեղը համեմատաբար նոր ֆունկցիա է։ Դրա համար մենք եւ շատ ավելի ուժեղ են բնազդները, որովհետև ոչ մի օրինակ գաղափարական կռվան ձեզ չի թողնի, որ դուք ասենք 2 օր ջուր չխմած հաղորդում վարեք, որովհետև բնազդը միշտ ավելի ուժեղ է։ Հիմա ասածս ինչը, մեր մոտ պատմական արդարության թեման, այդ վիշտը, վերքը, խլված հողի էմոցիոնալ հենքը ավելի ուժեղ էր, քան ասենք բնականաբար նոր ներմուծված հակակայսերական նարատիվը։ Ու բոլորը ասում են KGB-ի բերած նարատիվներ, ասում եմ այո, դա KGB-ի բերած նարատիվն էր, բայց դա KGB-ի բերած նարատիվը չէր, գցած մեզ մոտ։ Այստեղ այդ հանրույթը մտածում էր, թե որն է ազդելու ազգի հոգեբանական իմպրինտինգի վրա։ Եվ իհարկե, եթե անկախության թեման լիներ, չէին լցվելու այդպիսի հրապարակներ։ Մենք ունեինք հայրենակցի եւ հայրենակցին պաշտպանելու եւ հողի այո սատարելու։ Իսկ հիմա տեսնում եք ինչ է արվում։ Փորձվում է ապամոնտաժել ըստ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման այդ իմպրինտինգը, ասելով որ այդ հայրենակիցը հայրենակից չի, այդ հայրենակիցը վատն է, արցախցին լավը չի, դա հատուկ դիվերսիոն գործունեություն է։ Դա հատուկ աշխատանք է, որ մարդը եւ բանը օգտագործվում է էլի նյարդաբանական ստրուկտուրան, էլի այդպես է, որովհետեւ եթե դու ունես ագրեսիա ինչ որ օտար բանի հանդեպ, եւ այդ ագրեսիան դու չես կարողանում պարպես, որովհետեւ քեզ չեն թողնում, բանը մարմինը, ասում the body keeps the score, մարմինը դա շուռ է տալիս ինքը իր դեմ։ Իսկ ազգը ինչ է, մի մարմին է։ Եվ հիմա օգտագործվում է այդ լծակը, որպեսզի մենք մեր ագրեսիան շուռ տանք մեզ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Անուր Սեթրակյանին։